մեկ կարող է մի քանի տարի առաջ ենթադրել, որ մեր մոտ կարող է լինել նման կարգի պայքար եկեղեցու դեմ, կամ որևէ ընտրությունների մասնակցող կուսակցություն կարող է իր ծրագրերի մեջ ներառել այդ պայքարը։ Մի քանի տարի առաջ մեկ կուսակցություն նման մի եկեղեցու վերաբերող որևէ բան անհարգալից ինչ-որ մի նախադասություն գրել իր ծրագրերում 0.000 քանի տոկոս կարող։ Այսօր վիճակը ուրիշ է, որտեղ այսօր ամբողջ քարոզչական մեքենան դրել են եւ աշխատացնում են դրա օգտին։ Եվ հիմնական այդ քարոզչական մեքենան հանրային հեռուստատեսությունն է, որը հեռարձակվում է ձեր հողերով, ձեր հաշվին, բյուջեի հաշվին Հայաստանում մեկ եւ գյուղերում նայում են։ Հիմա ժամանակին նույն գերմանացի աշխատասեր կարգապահ ժողովուրդը քարոզչության տակ մնացին եւ ֆաշիզմը դառավ Գերմանիայում համատարած գաղափարախոսություն։ Հետևանքները գերմանացու համար հայտնի են։ Ես ինչի համար եմ դա ասում։ Քարոզչական մեքենան կարող է դեֆորմացնել շատ բաներ։ Մեր մոտ այսօր դեֆորմացված է մեր ինքնության կարևորագույն գործոններից մեկը։